Ես ես տանպահակն եմ, տանում եմ աղբետը։ Ու գնա գործի։ Դե պակա կյանքը ստացված կողքան։ Ինչ բան է սա։ Այսի։ Բաչում եմ։ Ես ես տանպահակն եմ։ Ես պատրաստվում եմ մեր բակը խորը մաքրություն իրականացնել, որպեսզի արդեն բացօթյա օրերի սեզոնը համարենք բացված։
Ցանկագինները ստացվեց հետևյալ պատկերը։ Ուրեմն դուռը դրեցինք, ծաղիկները ջրեցի, նստարանները բոլորը շարված են, բայց դեռ վերջնական իրենց տեղերում չեն։ Ճոճանակը շուտով կչորանա, ճոճանակի վրայի շորը եւս լվացել եմ, փռել եմ, այն կողմի փոքր դեպի փողոց նայող պատշգամբում է, դա էլ պետքա չորանա, որ բերեմ փռեմ իր վրա, ճիշտ է, դուրս ընդհանրապես չի գալիս, որովհետեւ արդեն խամրել է, այս երեսի ծածկոցը, որ փոխել ենք, թարմուկ կանաչա, էլ այդ խամրածը հետը չի սազում, չգիտեմ, կարող են օրը պատվիրենք, ամեն դեպքում հիմա չորանա կբերեմ կփռեմ, վերջնական կդասավորեմ, երբ որ այդ ճոճանակը չորանա դնեմ իր տեղը։ Հիմա ուրեմն այս խողովակը արագ հավաքեմ այստեղից, քանի որ հիմա ճիշտ է բավականին տաք եղանակ է, բայց ոչ այնքան էլի որ Վահանը ժամերով մնա ջրի տակ։ Այստեղ իրեն եթե տեսնում եք, սենց շիշ բան, սենց բաներ ունի Վահանը, փուջուրիկ տաշտակ, դրա մեջ մի քիչ գոլից մի քիչ տակ ջուր լցնում եմ, ինքը խաղում է լավ ժամանակ անցկացնում, բաց պատշգամբում, բայց դեռ այն եղանակը չի որ բացի ու սենց ժամերով մնա։ Դրա համար հավաքեմ, քանի Վահանս մնգույից չի եկել ու չի բռնացրել։ Եվ քանի որ մեր բակի բացումն արդեն կատարվել է, եկեք նաև այս տարան, որի մեջ պետք է պատրաստեմ տարբեր բաների համար է այս տարան, բայց ես այն ձեռք եմ բերել, որպեսզի տենց համային ջուր պատրաստեմ, էլ, այսինքն մենակ դատարկ ջուրը չլինի, հետաքրքիր համեր ունենա։ Ես ինձ այստեղ պատրաստել եմ սուրճ։ Մեզ հյուր են եկել Ամերիկայից այս Ferrero Rocher-ը։ Անցած անգամ պատրաստել էի լիմոնով, լայմով եւ նանայով, շատ հետաքրքիր էր եղել, շատ լավ էր ստացվել։ Այս անգամ թուրինջ է, բավականին թթվաշ է, այդ պատճառով էլ լիմոնը այս անգամ ոնց որ կշրջանցենք։ Ուղղակի խոշոր կտորների ենք բաժանում։ Ու լցնում ենք։ Եվ այստեղ ունեմ նաև սառցախցիկում պահած ազնվամորի, այն լրիվ սառած վիճակում է, այդ պատճառով էլ հենց սենց մեծ կտորով կդնեմ ստեղ, միևնույնն է ինքը բացելու է ջրի մեջ, համ էլ ես այսպես թե այնպես սառույցով միջավայր եմ ստեղծելու ներսում, նենց որ Եվ սառույցի ամանի մեջ պատրաստել եմ լիքը սառույց, որը հիմա պետք է դատարկենք։ Այս սառույցները ամբողջությամբ լցնում ենք ստեղ։ Տեսել սառույցը, այսպես։ Հիմա գնամ սրա մեջ ջուր լցնեմ կամ մոռացել եմ բերեմ հետս։ Հիմա փակում ենք։ Եվ սա հարմարեցված է այնպես, որ հանգիստ դնենք սառնարանում։ Ու դառնում է այսպես սիրուն, իհարկե հիմա լցնեմ ձեզ ցույց տամ, բայց պատկերացնում եք, չէ՞, սա պետք է արդեն լավ սառի, որ այդքան էլ Արավ չենք զգում, բայց ջրի կարիք օրգանիզմը ունի պետք է։ Սա ոնց որ օգնում է, որ դու խմես։ Ուրեմն, սենց դնում ենք սառնարանում, մենակ այս քիթիկը այդ սառնարանի դարակներից քիչ առաջ ենք դնում, որ դուռը բացենք, ինձ բաժակը դնելու տեղ լինի։ Ու իրեն, ահա, այսպես բացում ենք, երևում է, ձեր մոտ այսպես անեմ։ Եվ վերջ։ Մրգային համով ջուրը պատրաստ է, որը կհագեցնի մեր ծարավը, քանի որ այն շատ սառն է համել։ Ընտիր, բայց ինչ պետք է մնա, որ այս համերը խառնվեն իրար։ Եղանակը կտրուփվեց, այն կարգի, որ իմ անձրև է գալիս։
Կանք Վահանը ջուր խմի ու մենք գնում ենք Վահանի պարապմունքներին։ Ինչ Վահանս իր պարապմունքները կվերջացնի, ես էլ խանութից մի քանի գնումներ կկատարեմ, որ հետ գանք տուն համով բան պատրաստենք։ Վերադարձանք, ուրեմն մի հատ սուստան, թե այստեղ ինչ եմ վերցրել։ Երկու հատ այսպիսի կախիչներ, մեկը ինձ, մեկը Անդրանիկին, որովհետև այդ շոտ շալվարները իրար վրա կախում ենք ճմրթվում է, առանձին են կախում շատ տեղ է գրավում, այսպես հարմար կլինի։ Նաև Վահանի ուսերը, քանի որ արդեն լայնացել է, իր շորերներ են մեծացել, իր մանկական փոքր կախիչները այդքան հարմար չեն, արդեն շորերը կողքերից ընկնում, մի փոքր ավելի մեծ չափով են վերցրել, այստեղ էսպես կախիչներով, այս հատվածը էսպես, սա էլ Վահանին, սա 6 հատ է, եթե տեսնեմ հարմար է, մի հատն էլ կվերցնեմ, ու առանձնապես շատ թանկ չէր, 650 դրամ էր, սա էլ նրանք էլ առանձին։ Վերցրել եմ կաթնաշոր, այսպիսի աղցան, միքս աղցան, սրանք այսպիսի կանաչեղեններ են, որոնք ես շատ եմ սիրում կանաչեղենների, միքսն է մի քանի տեսակի։ Եվ հալվա, դրա տարբեր համերը կան։ Նաև վերցրել եմ առանց շաքարավազ շոկոլադ, որը սակայն այնպես է հալվել, որ եթե հիմա բեր բացենք, տղես, դուր։ Վահանին էլ վերցրել եմ այսպիսի դոմինը։ Պետարկան է, այս եմ վերցրում։ Սկուշտար։ Մի հատ հարիբով Վահանին ու կսը։ Այսքանը։ Ինչպես ասել էի, հետգամ համով բան ենք պատրաստելու, այս խեղճ ձկան ճակատագիրը ուրեմն հետևյալ կերպ է եղել, ես այն 3 էի գնել ու եկա տեսա ինչպես միշտ ջրերը կտրել են։ Երևանում մշտական ջուր ունենալը արդեն դարձել է շքեղություն, չգիտեմ ինչպիսի բախտ պետք է ունենաս, որ գազդուն ուտեսնես ջուր կա։ Մի խոսքով այս ձուկը 3 արդեն շատ ուշ գիշեր տվեցին, մշակեցի, մնաց հիմա որ անենք, սա կարտոֆիլ է։ Ու Անդրանիկին խնդրել էի այսպիսի տարաներ էր բերել, ձուկ պատրաստելու դեպքում այնքան հարմար են լինում սրանք։ Անհրաժեշտության դեպքում սրանով կարող եմ նաև փակել, որ սնունդը տաք մնա։ Եվ մեջը 3 հատ է, ինձ 1 հատը բավական է։ Հենց սրանով էլ, այսինքն ձուկը եփելու եմ եւ այլևս այս ու այն կողմ չեմ ընկնելու։ Այստեղ աղը կլցնենք հիմա։ Անարսը այսպես։ Այստեղ սև պղպեղ է, կարմիր պղպեղ է, էլ ինչ կար։ Հա, ու համեմունք, որը նախատեսված է հենց ձկան համար։ Հենց ձկան միսը խորովելու կամ ջեռոցը դնելու համար։ Այս ճեղքերի մեջ նաև կարակ կդնեմ։ Էլի լցնենք աղ, այստեղ կարմիր պղպեղ և սև պղպեղ։ Այս տարաներից նաև փոքր է ունեմ, այստեղ էլ առանձին կլցնեմ բան, կարտոֆիլը։
որ հանգիստ կարողանամ բոլոր կողմերով տապակվել։ Կարճ ասած, սա էլ էսպես, ես սպասեմ մինչև ամուսինս գա, մինչև գա, այս արդեն պատրաստ կլինի։ Ջոնի, քեզ ինքը բան եմ բերել։ Ոնց ես։ Մատ պաչի կարա պապային։ Ասա, որ Անդրանիկն եկել է, առանց ասել եմ Անդրանիկն եկել է։ Անդրանիկն է եկել։ Ասա, որ Անդրանիկ։ Երբից Անդրանիկը ներքիք էր, 37 քաջերը։ Բերել է ելակ։ Եմ արել 20000-ի նվեր են տվել։ 5000-ի շատ են։ Պանդա։ Բաստրվային համապատասխան գնումներ են կյանքս։ Սալ։ Ստեղ սենց յուտ է, ոյ, սա թթվաս էր։ Յոգուրտ, ոյ, սրոնք ինքոն հոմով են։ Այս մի կողմը մեղր է, բնական անարատ մեղր է, ու ստեղ տարբեր տեսակին դեղեններ ես անգամ պոպոք։ Սա պարզապես այսպիսի։ Սորությոմոն, oh my god, լարի բաց էլի, կյանք ես նկարեմ։ Ես անեմ ամբողջին գետ։ Այո, այ, կեզ Կանթով։ հարմարավետ արագ և գեղեցիկ, շոտ սիրունա կյանք։ Մեջը սիրուն լծնենք, սենց տանով այսս բրնենք, վերցնենք։ Շոտ լովնո կյանք, իրոք, вот это да, սիրունա չէ, դա ծառուցի ամանա։ Չգիտեմ ինչու, Անդրանիկի մտքով անցել է գնել յուտի բաժակներ, մեր վերջին անգամ որ առել էր կյանք ոչ մեկը հələ չի ջարդվել, է զարմանս բոլորից։ Սենց է մեր բաժակները։ Չէ, մի քիչ ավելի բարակ, նեղ երկար, նեղ երկար։ Անկար սպայս են նրանք օգտագործել, նրանք բերես։ Այդ անգամ սրանք Էնի նուրբ է, էս կարելի ամենօրյա օգտագործել։ Այն մեկը նուրբ է, շուտ կջարդվի։ Ամենօրյա էս կարանք օգտագործենք։ Իրա վրա գունավոր էր նկարած, բայց Անդրուջան ուրախությունով։ թող մնա սիրուն Որ կլվան։ ասում ես ուրախությունով էսի եկալ քեզ։ Ան։ Ստեղ մանկական օճառներ են։ Մի հատ բացել խմես։ Ուրեմն չգիտեմ ինչու է Անդրանիկի մտքով անցել, որ գնի թավա։ Ես չեմ ուզել ինքնավորոշել, բայց շատ լավ է արել, կյանք ես գժվում եմ սենց բաների համար։ Այդ ծվածիղի համար պահի մայավ։ Հələ դե բեր դիրստեղ որտեն է։ Ծվածիղը լավ կլի։ Հատկապես քո սարքած տատի։ Երևում է։ Դիր կյանք դե։ Կանեմ կրխիտ կամել չուս կտար։ Սիրով։ Խնդրեմ, այսպեսի գեղեցիկ Սա թավա։ պատասխանը ոչ մեկ չգիտի, խի ասես։ Ես գիտեի, ուզում եի Ինչ է։ ցույց տալ, որ պոչը համ, որ եթե ուզես դնես դուխովկայի մեջ։ Սա։ Արա։ Պոչը հանես, սենց սա դնես դուխովկայի մեջ։ Հələ էս էլ հագցրու կյանք էլի վրան։ Բռնակը։ Ոնց եմ դնում Հենց սենց։ այդպես, հա։ Մի հատ որ պտուտակահան լիներ, կանեիր կյանքս։ Ճիշտ եմ, բայց դնում։ Հա, Ուրախության։ Ոնց պատուտակը հանաներ։ պտուտակահան լիներ, կձգեիր հեշտ է։ Հեսա գիտեմ վեգան եմ։ Կին օգտագործենք։ Վահանին խաղալիքներ կան։ Օ, սա։ Ուրեմն ժողովուրդ մի անգամ Երևան City-ում ենք Վահանը սրանցից վերցրեց, սա չգիտեմ Անդոն ինչքան առել, այնտեղ 6000 դրամ էր դրած։ Ասի բալեց, ասեցի այդ թանկ է, այն կողքիններից վերցու, կողքինները 1000 դրամ են։ Հիմա Վահանը չէ, որ չէ, ես պետք է վերցնեմ, ասում չէ, տղես, կողքինը 1000 դրամ է, այն վերցու ես 6000 է։ Վահանը սա դրեց 6 հատ այն 1000 դրամներից վերցրեց։ Այսինքն դարձավ։ Հոլիկը ռապտերի բաներ են բերել։ Վայ լավ է սարել, մոծակները արդեն Ինչ դուրս են են եկել։ բերել։ Ինչ են բերել։ Վայ կյանք, ինչ ես մտածել, որ Պլաստիրին։ այսպեսի թաս է նաև Անդրանիկը բերել։ Այն պլաստիրին խաղում ես դու։ Երո։ Սրանք մոծակների համար են։ Այստեղ ինչ է։ Լավ է Վահան ուտելիքներն են։
Ահա, ու հաց եւ լավաշ։ Ու վերջ։ Ապրես Անդրանիկը, այսքանով սահմանափակ ենք մեր վլոգը։ Չեմ խաղաս։ Սեղան դնեմ Անդրանիկի համար։